կանայք, հայ կանայք նամանավանդ ունեն շատ մեծ խնդիր իրանք իրանց հետևելով, երբ որ ես գյուղեր եմ եւ շրջաններ եմ գնում, ես միշտ լսում եմ կանանցից, որ օրինակ կարող են ասեն, չգիտեմ, մենք երեխաների համար կարագով ենք տապակում կարտոշկան, մենք մեզ ձեթով, կարծելով, որ այդ լավ բան են անում, եւ անընդհատ ես մտածում եմ, որ երբ որ այդ ռազմավարությունով ենք, վերջում շատ վնաս ենք տալիս այդ նույն նպատակների համար, որ կարծում ենք ծառայում ենք։ Երբ որ մենք սկզբից մենք մեզ չենք հետևում եւ այդ դիմակը մենք մեզ չենք դնում, մենք չենք կարող այդ բոլոր գլխարկները հագնել, որ կանայք ունեն, դուստր, քույրիկ, մայր, ընկերուհի, աշխատող, բազմաֆունկցիոնալ կինը այնքան պարտականություն ունի եւ եթե իր դիմակը չի հագնում, չի կարող բոլորին հասնի։ Դրա համար ես իրոք սկզբից իմ դիմակն եմ հագնում, մարզվում եմ, ճիշտ եմ սնվում, փորձում եմ քնելս չխախտել, անում եմ տարբեր արարողություններ իմ հոգու առողջության համար, շնորհակալությունի արարողությունը իզուր չի, դա իսկականից օգնում է իմ mental health-ին, յոգա, մեդիտացիա, ռեյկի, որը արևելյան է, ես այդ բոլորը կիրառում եմ